եղբայրներ, քույրեր ջան, շնորհակալ ենք նաև ձեր աղոթների համար, շնորհակալ ենք, որ այսքան ժամանակ մենք Սիբիրների կողմերն էինք, մոտ մինչև Իրկուտսկ, Տյումեն, տենց Եկատերինբուրգ, Աստված մեզ ողորմություն արեց, գնացինք, ծառայեցինք, շնորհակալ ենք Իրանից, սրանք բոլորը մեր ժողովրդի աղոթքներն են։ Ես հիշում եմ մի պատմություն Բիլի Գրեմի մասին, դեռ իր երիտասարդ տարիներում ժողովի ժամանակ իրան հարց են տալի. եղբայր, այդ ինչ զորությունով ես, որ դու ավետարան ես քարոզում։ Եվ ասում է ինքը շրջվեց, զանավեսկեքը բացեց, 40 հոգի հետևը աղոթքում էին, ասեց էդ է իմ զորությունը։ Հիմի եղբայրներ, քույրեր ջան, մենք որ ծառայում ենք, ես մեր ժողովրդի, մեր տարածքներում խնդրում եմ, որ իրանք աղոթք անեն։ Ես բանը նա չի, որ հայտարարում եմ, որ գնում եմ Տյումեն կամ մի ուրիշ երկիր, որտեղ որ ծառայություն կա, այլ ասվում է նրա համար, որպեսզի իրանք աղոթք անեն։ Մեր նպատակը ձեր աղոթքներն է, առանց որի մեր կյանքում բավականին դժվարություններ կարա լինի, եւ աղոթքը քանդում է խավարի բոլոր պարիսպները, խավարի բոլոր գործերը եւ իմաստություն, զորություն տալ իր խոսքը համարձակ դավանելու եւ խոսելու։ Դրա համար շնորհակալ եմ Տիրոջից ձեր նաեւ աղոթքների համար, ձեր խնդրվածների համար, փառք Տիրոջ։ Այսօր սիրելի եղբայրներ, քույրեր, ուզում եմ մի թեմայից խոսեմ, մեր հետ կապված, մեր առօրյայում, մեր շարունակության մեջ կյանքի, մեր ընթացքում դա ընտանիք հասկացողությունն է, շրջապատ հասկացողությունն է, կին ամուսին հասկացողությունն է, որը փախնել չենք կարա, որից մենք մի կողմ փախնել ի վիճակի չենք։ Կարող ես մի շաբաթով բացակայել, եթե իմ տեղը լինես, կարող է 2 ամսով բացակայես, բայց ընդհանուր էլի քո տեղը քո տունն է, պետք է գնաս քո տուն։ Եվ քո տան մեջ ի վերջո դու պիտի կարողանաս իմանաս, որ դու աշխարհից չես, աշխարհից ես եկել, դու աշխարհում չես, դու աշխատանքի տեղն էլ չես, դու մի տեղ ես, որտեղ ունի իր ձևը ընդեղ ապրելու, մի ընտանիքում ես, որտեղ ընտանիքը պահանջում է իր կարգ ու կանոնը ապրելու, ընտանիք, որը իմ ու քո համար շատ հարազատ վայր է, որտեղ ես ու դու մեր հանգիստն ենք գտնում, որտեղ ես ու դու կարողանում ենք մեր համար, որը Աստված տվել է մեզ, պահանջելու է մեզանից, որ մեր ընտանիքի հարցը կարողանանք ճիշտ կառուցենք։ Օրինակ, սիրելի քույրեր, եղբայրներ ջան, ցանկացած մի անձ ընտանիքի հովիվն է։ Եսի նկատի ունեմ ծնողների հետ կապված։ Ամեն մեկը իր ընտանիքի հովիվն է։ Եվ հովիվ հասկացողությունը ոչ թե միայն եկեղեցում է ինքը հովություն անում, նա պետք է նաև ինչպես Տիմոթեոսին նամակում Պողոս առաքյալը խոսում է, նախ քո անձին զգուշություն արա, ետ քո հոտին։ Եթե մի մարդ ի վիճակի չի իր ընտանիքին ծառայություն անել, հովություն անել, ինչպես կարա եկեղեցուն ինքը հոգեբարձու լինել։ Ուրեմն նշանակում է, որ ամեն ինչը սկսվում է նաև մեր փոքրիկ եկեղեցուց, որը մեր ընտանիքներն են։ Սիրելի եղբայրներ, քույրեր, շատ անգամներ լսվում է մարդկանց համար դա մի փոքր անհասկանալի է, մարդիկ անմտածած կարող են խոսել, բայց ուզում եմ ասել, որ ես ու դու մենք շատ մեծ կարևորություն պիտանք մեր ընտանիքներին։ Փառավորվի Աստծո անունը։ Տերը օրհնի։ Ես նախապես ներողություն եմ խնդրում բոլոր եղբայրներից, նրանցից, որոնք ասեն կարող եմ խոսքը իրանց մի փոքր տենց ազդի կամ տեսնան իրանց դրա մեջ, բայց ես որևէ մեկին նկատի չունեմ, ես ուզում եմ ուղղակի, որ յուրաքանչյուր մեկը ինքը պատկերացնի սրա մեջ ինչ կա, որ ինչ եմ թողնում։ Մի անձնավորություն մի անգամ ինձ ասեց, եղբայր ջան, ես որոշել եմ սուրբ կյանք ապրեմ։ Ասի լավ ես անում, մենք բոլորս էլ այդ որոշումը ունենք, Տեր Հիսուսին հանդիպել ենք, որոշել եմ սուրբ կյանք ապրեմ, լավ ես արել եղբայր ջան, սուրբ կյանք ապրի, բայց մի փոքր վարքյան հետո ես ասինք կշարունակի, բայց չշարունակեց, ես շարունակեցի։ Ասի եղբայր ջան, բայց չհասկացա, քո սուրբ կյանք ապրելու իմաստը որն է։
Ինչ ավելի ճիշտ, ինչ ինիկատիվ ունես սուրբ ապրելու, որովհետև բոլորս էլ մենք սուրբ ապրում ենք։ Ասած ես աշխատում եմ շատ տանը չլնեմ, ես աշխատում եմ ինձ հեռու պահեմ, որ շատ մեղքի մեջ չգրեմ։ Այս էլ էս մարդու հասկացողությունն է, իր սուրբ ապրելու ձևն էլ սա է, ինքն էլ սենց է սուրբ ապրելը հասկանում։ Եվ ուզում եմ ասել, որ կարան լինեն մարդիկ, որոնք ասել դեպի որ պետք է տանից հեռու գնամ Խոպան, Ռուսաստան աշխատեմ, իմ ընտանիքս թող այնտեղ մնա, ոնց ուզում են ապրեն, իհարկե փողը կուղարկեն, ոնց ուզում է յոլա գնան, թե այդ երեխեքը ոնց կմեծանան, դա ինձ համար այդքան էական նշանակություն չունի, թե առանց ծնողի նրանք ոնց կարան մեծանան, սա այդքան ինձ համար կարևոր չի, կինս ընդեղ է, ես փողը ուղարկեմ, իրանք թող այնտեղ ապրեն, բայց կարծում եմ մենք խորը սխալված ենք։ Գալիս է ժամանակ, մենք տեսնում ենք, որ մենք բավականին լուրջ վտանգ ենք թույլ տվել մեր կյանքում, մեր երեխեքը դարձել են խնդիրների տեր, որից մեկն էլ ես ու դու ենք, որից մեկն էլ մենք ենք պատճառը, որ մեր ընտանիքում, մեր երեխեքի հետ ժամանակ չենք հատկացրել եւ իրանք մեծացել են առանց հոր։ Տերը օրհնի եղբայրեր քույրեր ջան, այս ընտանեկան թեման ես ուզում եմ ուղղակի, որ բոլորս ուշադիր լինենք։ Նախ իմ խնդրանքն է եւ շատ կարեւոր մի միտք եմ ուզում արտահայտեմ, քույրեր եղբայրներ, նրանք, ովքեր վերստին ծնված չեն, Սուրբ Հոգու խոսքը հասկանալ չեն կարող։ Այս մեկը լավ իմացեք։ Կարան հասկանան որպես դաստիարակչական մի ծառայություն, կարան հասկանան որպես մի հատ քարոզչություն, կարան հասկանան որպես մի հատ ագիտացիա, չգիտեմ ով ոնց կարա հասկանա, բայց Սուրբ Հոգու վերստին չծնված մարդը Սուրբ Հոգու միջոցով այս ծրագիրը, Աստծո խոսքը, քարոզը չի կարա հասկանա քուրեր եղբայրներ։ Դրա համար ես խնդրում եմ, որ դուք եթե մի բանում էլ այնպես չհասկանաք, այնպես չպատկերացնեք, ստեղ մենք մտածենք, որ միգուցե մեր կապը Սուրբ Հոգու հետ այն չի, ինչ որ պիտի լինի։ Դրա համար քուրեր եղբայրներ ջան, ես մի ժամանակ մեղադրում էի Մաքսավորին, որը Փարիսեցու հետ, ներողություն Փարիսեցուն, որը Մաքսավորի հետ աղոթք էր անում, իրար հետ նա կուրսքներ ծեծում, Մաքսավորը իսկ Փարիսեցին իրաներ գովում, ես մտածում եմ, ինչ մարդ է, սա ինչ հավատք է, բայց հետագայում հասկացա, որ մեղադրել իրավունք չունես։ Մենք այդ մարդուն ինչի պետք է մեղադրենք, եթե ինքը վերստին ծնված չի, ինչքան ուզում ես իրան գիտություն սովորացրու, թե կարծում ես Փարիսեցին մեզանից քիչ գիտություն ուներ։ Նա մեզանից պակաս գիտություն չունի, Փարիսեցին շատ լավ Աստվածաշունչ ճանաչում, օրենքները շատ լավ գիտեր, բայց այս մարդը, քանի որ վերստին ծնված չէր, Նիկոդեմոսի օրինակը մեզ օրինակ է եղբայրեր քույրեր, որ մենք տեսնանք, որ Նիկոդեմոսը ինքը վարդապետ էր, հրեած վարդապետ էր, օրենքի վարդապետ էր, բայց չէր հասկանում Տեր Հիսուս Քրիստոսի ասածը, թե ինչ է նշանակում, այսինքն վերստին ծնունդը չէր պատկերացնում, իսկ եթե հոգուց ու ջրից չի ծնվել, Աստծո ծրագիրը հասկանալու ի վիճակի չի քուրեր եղբայրներ։ Սա իրականություն է, սա ես կարծում եմ քվեարկման ենթակա չի, սա ուղղակի հաստատություն է, որ մենք պարզ իմանանք, եթե մենք վերստին ծնված չենք, Աստծո ծրագիրը ճանաչել չեն կարա։ Ինքնաբերաբար մեր քարոզչությունը, մեր խոսալը, մեր գրուզուրուցելը անիմաստ է եղբայրներ քույրեր։ Ուրեմն ես խոսում եմ վերստին ծնված մարդկանց հետ, նրանք ովքեր նորեկ են, նրանք վերստին ծննդյան մասին տեղեկություն ու գաղափար չունեն, իրանց համար էլ աղոթք անենք, որ Աստված այցելի իրանց, իմաստություն տա իրանց, Սուրբ Հոգով հայտնի իրանց, որ իրանք էլ կարողանան ճշմարտությունը հասկանալ։ Ճիշտը կարանք իրար հետ հասկանանք, բոլորս մեր ճշտերը ունենք, բայց ճշմարտությունը առանց ճշմարտության հեղինակի մենք չենք կարող հասկանանք, եղբայրներ քույրեր։ Սա իրականություն է։ Տերը օրհնի, մի անձնավորություն այս օրերին մեզ հարց էր տալի, ինքն է շատ գրագետ, կեսներ կարող է իրան գրագետի տեղ էր տնում, շատ ինտելիգենտ անձնավորություն էր իրան ցույց տալի, չգիտեմ ինքը ով էր, համենայն դեպս այս անձնավորությունն ասեց, ես այդ գրքին ոնց հավատամ, ես ինչ գիտեմ ով է գրել այդ գիրքը, որ նա հավատա։ Դե որ ասի չգիտես այդ գիրքը ոնց հավատաս ճիշտ ես ասում, դու փնտրի այդ գրքի հեղինակին, ինքը որ քեզ հայտնվի, ինքը կբացի թե դու ոնց հասկանաս այդ գիրքը։ Սա Սուրբ Հոգով մարդիկ շարժված, Սուրբ Հոգուց շարժված մարդիկ գրել են Սուրբ գիրքը, որից մենք ուղղակի կարդալուց խնդրում ենք հեղինակին,
Հեղինակն է մեզ սովորացնում ինչ անենք, ինչ չանենք եւ ինչպես հասկանանք այս գիրքը։ Տերը օրհնի քուրեր եղբայրներ ջան։ Ընտանեկան հարցերում, ընտանեկան խնդիրներում, մեր կյանքում բազմիցս հանդիպել ենք իմ քուրեր եղբայրներ, ասեմ մեծամասնություն, եթե ոչ 90% այդ խնդիրները ընտանիքում առաջանում է ֆինանսական հարցից։ Ֆինանսը դա ընտանիքի մեջ ամենալուրջ խնդիրներից մեկն է, որը թույլ է տալի ընտանիքում անախորժություններ։ Մեր պսակադրություններից երևի բոլորի ժամանակ, ինչքան ես Տերը հնարավորություն է տալիս պսակադրություն անելու, ես միշտ փեսին հարց եմ տալիս, ասեմ եղբայր ջան, որ դու պսակվում ես, լավ ես անում, քուրեր ջան, լավ լսեք, ասեմ որ դու պսակվում ես, լավ ես անում, պորտմանդ բաց է, թե փակ է։ Եթե պորտմանդ փակ է, իզուր ես պսակվում։ Եթե քու պորտմանդ բաց չի, իզուր ես պսակվում։ Դու լուրջ խնդիրներ կունենաս քո կյանքում։ Ես ճանաչում եմ, ծանոթ եմ մի ընտանիքի, որ ամսվա սկզբին ամուսինն է որոշում, քանի հատ սապոն պետք է առնի այդ տան համար, այդ տամիս, քանի հատ լվացքի փոշի պետք է առնի, եւ բոլոր տնային պայմանների հարցերը ինքն է որոշում, ինչքան պետք է առնի։ Եղբայրներ, քույրեր, այս ընտանիքը գոյատևում է, բայց վայ այդ ընտանիքի գոյատևելուն։ Վայ այդ ընտանիքին, որովհետև այդ ընտանիքում նորմալ խաղաղ կյանք ըլնել չի կարա։ Իմ սիրելի եղբայրներ, Քրիստոսով, որպես տան գլուխ, մենք հաճախ ասում ենք տղամարդը տան գլուխն է, չենք սխալվում, ճիշտ ենք ասում, այո, տղամարդը տան գլուխն է, եւ կինը պարտավոր է հարգի պատվի իր ամուսնուն, բայց ամուսինն էլ պարտավոր է կնոջ ընտանիքի բոլոր հարցերի լուծումը ինքը լուծի, առանց որևէ մի դժվարության, առանց որևէ մի պատճառաբանելու։ Դրա համար, եթե այսօր լսում ենք շատ անգամ այսպիսի խոսք, որ ասում են Սառան սիրում էր ամուսնուն, Տեր էր ասում, կողքից քույրիկներից էլ լսել եմ, ասում, բայց դե Աբրահամը տերություն էր անում, որ նա Տեր էր ասում։ Ու հենց այնց առանց տերություն անելու Տեր չէր ասում։ Իմիջայլոց կարան են ասել Տեր, ու սաղին չեն գնում Տեր ասում։ Ուրեմն նշանակում է Աբրահամը իր տեղում էր, որ իրան Տեր էր ասում։ Մենք հաճախ որպես տղամարդ ամուսիններ կարանք պահանջենք մեր բաժինը, բայց ի վերջո շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր պարտականությունների մեջ լինենք կոնկրետ, ճիշտ, ամբողջական, որպեսզի կարողանաս պահանջես։ Իսկ այս դեպքում իմ խնդրանքն է, եղբայրներ ջան, որ եթե ես եղա իմ ընտանիքում որպես ամուսին, իմ պարտականությունների մեջ հավատարիմ, երբեք չի որ ստիպեն, որ ինքը ինձ հավատարիմ մնա։ Ես հավատում եմ, որ ինքը հավատարիմ պիտի մնա։ Սա շատ կարևոր հարց է ընտանիքում, ֆինանսական հարցը, բոլոր խնդիրները, բոլոր դժվարությունները գալիս են հիմնականում ֆինանսական հարցից։ Հիմա կարող է մտածում եմ, ես տենց եմ մտածում, որ կարող է լինել շատ եղբայրներ քույրեր, ասել եղբայր ջան, պաշտամունքին Քրիստոսի մասին խոսա, Քրիստոսի ճշմարտությունը բացատրի, մեզ ասա, ընտանեկան հարցերից ես խոսում, ասեմ, որ իրականություն ասա։ Եթե մենք Քրիստոս ճանաչելով չկարողացանք մեր հարցերը մեր ընտանիքում լուծել, եղբայրներ քույրեր, իզուր է մեր հավատքը։ Սրանք անբաժան իրականություններ են իրարից։ Դու ընտանիք, եկեղեցի, քրիստոնեություն, հավատք, հասկացողությունը իրարից բաժանել ի վիճակի չես կարա, որևէ մեկը տեղից հանել, բալանսը կխախտվի եւ մենք կորցնենք։ Չի կարա մարդը իր ընտանիքում հավատացյալ լինի, եկեղեցում չէ։ Կամ եկեղեցում հավատացյալ լինի, ընտանիքում չէ։ Եթե հավատացյալ է, բոլոր տեղերում է հավատացյալ։ Ես մի անգամ մամիկո եղբոր հետ նոյեմբերից մեքենով իրար հետ գնում ենք, ես ասացի, որ կհասնեմ Իջևան, կզանգեմ Անահիտ, որ ինքը պատրաստություն տենա, որ մտնենք ճուշանանք, զանգեցի, ինձ ստենց սովորություն ունեմ, ես առաջ ջանի չեմ խոսում։ Ասյան ջան, մենք արդեն Իջևան ենք, գալիս ենք։ Մամիկոն աղբերն ասեց, ես կողքիդ եմ դրա համար ես ջան ասում, թե միշտ ատենց։ Ասի ես էլ մամիկոն աղբեր, որ գնանք տուն իրան կհարցնես։ Այս մեկը արդեն ես իմ փոխարեն պատասխան չեմ ուզում տան։ Հիմի քուրեր եղբայրներ ջան, բաներ կա մենք ենք մեր փոխարեն պատասխան տալի։ Մեր տարածքներից մեկում ասի ժողովուրդ ջան, այս ամիս ձեր բոլորի տները պիտի այցելեմ։ Մեկը մի քույրիկ ընդդից ասեց, աղբեր, մեր տուն էլ ես գալու։
ասի իհարկե, ձեր տունեն եմ գալու, առաջինն էլ ձեր տուն եմ գալու։ Այս ազնվորությունը իրան վատ զգաց։ Իհարկե հետագայում հասկացա, որ լուրջ խնդիրներ կար ընտանիքում, դժվարություններ կար ընտանիքում։ Սիրելի եղբայրներ, սիրելի քույրեր Քրիստոսով, սրանք լուրջ հարցեր են, իրարից չես կարա բաժանես։ Մենք սպասավորներ, ծառայողներ եկեղեցու համար չենք մենակ։ Մենք ստեղ չենք, որ գանք ավետարանը քարոզենք, թողենք գնանք։ Սպասավորից ամեն բան ժամանակին Աստված պահանջելու է։ Եկեղեցու ֆունկցիայի մեջ մտնում է մեր ընտանիքների հարցերը կարգավորելու, մեր ընտանիքներում ճիշտ ուսուցում անելու։ Ես նախկինում հիշում եմ, հիմա մի փոքր պակասել է այս ծառայությունը, բայց նախկինում հաճախակի տարին մի քանի անգամներ ընտանեկան պաշտամունքներ էր կատարվում, ընտանեկան ժողովներ էր կատարվում, ընտանիքով հավաքում էին քույրական, եղբայրական, ամեն մեկին իր կարիքներ, իր հարցերը, եղբայրները հաճախ այցելում էին ժողովրդին, մտնում իրանց տները, եղբայրներ հիմա այս հարցում մենք բավականին տկարացել ու թուլացել ենք, որը ազդում է եկեղեցու վրա, որը ազդում է եկեղեցու սրբության վրա։ Ուրեմն քույրեր եղբայրներ, անցած անգամ ես այս մասին ասեցի, հարկ եմ համանում կրկնեմ, 3 ճանապարհ կա, որ մեղքը կարա լուրջ մտնի եկեղեցի։ Դա առաջինը ոչ ճիշտ մկրտությունն է, երկրորդը ոչ ճիշտ ամուսնությունն է, երրորդը ոչ ճիշտ պսակադրությունն է։ Հիմա կասես ինչ տարբերություն, ամուսնություն, պսակադրություն, շատ տարբերություն կա։ Ուշադիր որ նայենք, դրա մեջ շատ մեծ կարևորություն կա, որ ճիշտ պսակադրությունը կատարվի, ճիշտ ամուսնությունը կատարվի, այդ հարցում ինձ մեկ-մեկ ասում է եղբայր ջան, մի քիչ խիստ ես վարվում, մի քիչ լուրջ ես այդ հարցերին, շատ լուրջ ես մոտիկանում, ասում եմ ես մտածում եմ իմ ապագայի մասին։ Վաղը եկեղեցին չունենա նման խնդիրներ, այսօր պատահական մկրտություն անենք, վաղը մենք ընկնենք դժվարության մեջ ու հետո ասենք ես ում մկրտեցինք, այ մարդ, այս մարդը վերստին ծնունդ չուներ, այս մարդը խմող, այս մարդը ծխող, այս մարդը այս կարգավիճակի, մենք այս մարդուն վեկալեցինք, մկրտեցինք ու ընկնենք կրակը, կասու եղբայր չեն դու ես արել, ինչ ես ասում, դուք եք մկրտել։ Ի վերջո եղբայրներ, սա ես որևէ մեկի նկատի չունեմ, ես ընդհանրական եմ ասում, հայհոյողին, անիծողին, բամբասողին, այս կարգի մարդուն, եթե այս մարդիկ կան, այս մարդկանց աշխատանք կատարենք, օգնենք, ազատագրվեն, նոր մկրտվեն, որ վաղը մեր գլխին փորձանք չբերեն։ Նմանապես անապաշխար մարդկանց մկրտեցինք, տարանք, ամուսնացրեցինք, դե բնական է, որ դրանց ընտանիքում խաղաղություն ըլնել չի կարա, վաղը դժվարություններ պետք է լինի, այս երիտասարդը, որ խոսում ես ոսպո եղբայր ջան, ով այս դրա մասին բան ասի, ես դες բաներ չեմ իմացել։ Հիմա պետք է ասես, որ իմանա, որ վաղը կարողանաս պահանջես։ Տերը օշնի եղբայրներ ջան, քույրեր ջան, ուրեմն առաջի լուրջ հարցը, եւ կոնկրետ ես ուզում եմ առաջնահերթ եղբայրներին ասեմ, որովհետեւ 90% եղբայրներ են աշխատում, նրանք են գումար վաստակում, տուն պահողները նրանք են։ Ես ուղղակի ուզում եմ իրանց իգիտություն, հաստատություն այդ եղբայրները ունենան, որ ֆինանսական հարցում ընտանիքում խոչընդոտ չլինի։ Տերը օշնի, Տերը ողորմություն անի մեզ բոլորիս։ Ես մի հետաքրքիր պատմություն, չգիտեմ դուք միգուցե շատ տարիներ առաջ ստեղ պատմած ելնեմ, բայց այս թեմայի հետ կապված ուզում եմ պատմել, մի տարածքում մի եղբայր մի օր պատմում, ասում է ես որ առաջի դասարան պիտի գնայի, իմ papan ինձ տարավ խանութ, ինքը շատ հարուստ մարդ էր, մեծ գործարանի տնօրեն, շատ մեծ ունեցվածք սովետական շրջանում։ Ինձ տարավ մի հատ խանութ, ինձ համար առավ մի հատ կոստյում շալվար, մի հատ սարոշկա առավ, կոշիկներ առավ եւ դպրոցական ինչ որ պետք է բոլորը առավ ու վերջում ինձ ասեց տղես ամբողջ տարին այսքանն է լինելու սրանից ավելի ցանից բան չուզեց կճղես ճղված կգնաս դպրոց լավ կպահես լավ պահած կգնաս դպրոց էլ ինձանից կոշիկ սարոշկա շոր շալվար չուզես ես ավարտեցի առաջի դասարանը այդ շորերով եւ 10-րդ դասարանն եմ ավարտել նու չեմ ասում նույն շորերով 10-րդ դասարանի շորերով Ես նույն շորերը ասում եմ նրա համար, որ եղբայրից մեկը քարոզում, ասում Եգիպտոսից դուրս եկած ժամանակ, երբ որ անապատով գնում էին, իրանց շորերը չմաշվեցին, կոշիկները չմաշվեցին, հետները մեծացան, ընդեղից մի տատիկ ասում է, բա չէ, հիմիկ վայ էս կիտայսկի զիբիլների պես։ Այսինքն տատիկին թվում է, թե շորերը որակով է եղել։ Տերը օշնի եղբայրներ քույրեր ջան։ Ուրեմն այս անձնավորությունը 10-րդ դասարանն էլ ավարտում, այդ տվյալ 10-րդ դասարանի շորերով
եւ ասում է իմ ամբողջ միտքը աշխատում էր, երբ պիտի գնամ բանակ հետ կամ աշխատեմ, ես ինձ համար նորմալ ապրեմ։ Գնացի բանակ եկա, հերս ինձ մի հատ հողամաս տվեց, ասեց այդ քո հողն է։ Գնա ուզում ես ցանի, ուզում ես աճեցրու, էլ ինձ հետ գործ չունես։ Այդ տարածքը ես կուկրուս ցանեցի, շատ մեծ դժվարությամբ։ Տրակտորներ 4-5 հատ հայրս ուներ, ինձ մի հատ տրակտոր չթողեց օգտագործեմ։ Ես 5 տրակտորներից սարքեցի, օգտագործեցի, բերեցի եւ ասում եմ ցավալին նա էր, երբ որ այդ ամբողջ բերքը հավաքեցի, երբ որ մեր հայաթում թափեցի, որ գնամ հաջորդ ռեսը բերեմ, եկա տեսա հայրս քացով խփել է տախտակներին, թափել եւ մտատուն հայատ ջղայնացավ, ասեց է զիբիլը ստեից տարեն կոմերը ստե մի տարին։ Էտել տեղափոխեցի գիշերը ժամը 3-ին մտատուն սոված։ Տեսա հայրս նստածա։ Երբ որ գնացի որ քնեմ կանչեց ինձ, արի։ Հանեց, պայուսակը բացեց։ Բոլոր փաստաթղթերը դրեց սեղանին։ Ինչ ուներիքը, տրակտորների, բոլոր մեխանիզացիաների։ Բոլոր գումարները ասեց սեֆի մեջ է, սեֆի բանալինա։ Ես հասկացա, որ դու կարաս տուն դառնաս, դու կարաս ընտանիք պահես, ես էլ ոչինչ չունեմ ստեղ, ինչ որ կա, բոլորը քոնն է, ինձանից ոչինչ չսպասես, չունեմ, սաղ քոնն է տղա ջան, ես նոր հասկացա, որ իմ հերը ինձ կյանքի դպրոց էր անցկացնում, եղբայրներ քույրեր, կյանքի դպրոց, որը դա շատ թանկ ու շատ կարևոր դպրոց է, որին մենք այսօր ծնողներս չենք կարող այդ դպրոցով մեր երեխեքին անցկացնենք, որին մենք բավականին լուրջ խնդիրներ ստեղծում ենք, դժվարություններ հետագայում բողոքում ենք, բայց հիմի դրա այդ եղբայրներ կարար բողոքել, որ իր հայրը չկամա, չուտվող է, ժլատ է, բայց իր հայրը ժլատ չէր։ Իր հայրը ընտանիքի համար նվիրված, ընտանիքի համար կյանք դրած մարդ էր։ Եղբայրներ քույրեր, ուրեմն մեր կյանքում թող Աստված օգնական լինի, նյութական հարցը շատ մեծ նշանակություն ունի, եթե ես ու դու չլինենք մեր տեղում, եղբայրներ քույրեր, մենք խնդիր ենք ունենալու։ Տերը օրհնի։ Սա բոլոր դժվարությունների սկիզբն է, ինչպես Սուրբ Գիրքն ասում է, չարիքի բուն արմատը արծաթասիրությունն է, մենք տեսնում ենք, որ ընտանիքներում է քիչ հեղինակություն չի, քիչ գործ չի կատարում ֆինանսական հարցը, որ ընտանիքին դժվարության մեջ գցում է։ Իսկ այս դեպքում, եղբայրներ քույրեր, մենք չենք կարա նման ընտանիքից պահանջենք հոգևորություն, որովհետև այդ ընտանիքում սկի մարմնավորությունը տեղում չի։ Ինչ մնաց մարդկանցից հոգևորություն պահանջենք։ Եթե այդ մարդկանց կյանքում նյութականը իր տեղում իր գնաց ռեսով չի գնում, ինչ պահանջենք այս մարդկանցից հոգևոր լեցունություն կամ հոգևոր հարց։ Փառավորվի Աստծո անունը։ Ամուսին եւ կին հարաբերությունը, եղբայրներ քույրեր, ես կարծում եմ շատ մեծ նշանակություն ունի նաեւ մեր կյանքում։ Ես հասկացել եմ, տեսել եմ, լսել եմ, զգացել եմ, անձնական կյանքում հասկացել եմ, որ երեխեքը ոչ մի հարցում անտարբեր չեն։ Իրանք շատ լավ հասկանում են, ամեն ինչն լսում են։ Իրանց ներկայության մեջ վիճելը, իրանց ներկայության մեջ հարց լուծելը ընտանիքում, սա վնաս է այդ ընտանիքի բոլոր երեխեքին։ Դրա համար սիրելի եղբայրներ, քույրեր, ես խնդրում եմ, որպեսզի ես ու դու կարողանանք մեր կյանքում, մեր ընտանիքներում մեր սահմանները իմանանք, մեր չափերը իմանանք։ Սուրբ գրքում առակած գրքի մեջ այսպիսի խոսք կա. տեղից մի շարժի հին սահմանի նշանը, որ ձեր հայրերը դրել են։ Այսինքն ընտանեկան հարցում, ընտանիքներում սահմաններ կա, որ դրված է, եւ մենք հաճախ ասում ենք դա հետամնացություն է, դա հին է, դա նախկինինն է, դա սովետական շրջանինն է, մերը չի, այսօր նոր գաղափարախոսություն է, նոր եվրոպական կյանք է, այո, եվրոպական կյանք է, եվրոպական դժվարությունները։ Բոնկին մի հատ իր բանից պատմության գրքերի մեջ մի պատմություն 90-ական թվերին եմ կարդացել այդ պատմությունը, շատ հետաքրքիր օրինակ է բերում այս ընտանեկան հարցին։ Ինձ ասում է մի հատ ընկեր ունեի, ընկերս մահացավ։ Իր մահվան ժամանակ ինձ խնդրեց, ասես տղես փոքր է, եւ ես խնդրում եմ իրան դու օգնես, դաստիարակես հոգեվոր մարդ դառնա։ Բայց այս երեխեն ասում չուզեց։ Ես շատ փորձեցի,
չուզեց, ի վերջո շատ երկար տարիներ հետո ես հանդիպեցի այդ տղային։ Ինչից հետո հանդիպեցի։ Այս տղեն որոշում է, որ հոր ճանապարհով չգնա, եվրոպական պետք է ապրենք։ Ամուսնանում է, գնում են ճանապարհորդության, որ ինքը այդ ճանապարհորդության ժամանակ հյուրանոցից գնում է մի խանութ հետ գալուց տեսնում է կինը մեկ ուրիշի հետ է, որ բարկանում, ասում ինչ ես բարկանում, դու ասեցիր, որ եվրոպական պիտի ապրենք, եվրոպական ապրելը սա է, սրա վերջը սա է, եւ այս երիտասարդը վիրավորված թողնում է, հետ գալիս իրանց տուն, քանդում իր հոր, այն ոնց են ասում պահուստը, եւ ընդեղից հանում Աստվածաշունչը, մոտիկանում բոնկին, խոսում, որ ես հանդիպել եմ սես դժվարության, եղբայրներ քույրեր, ժամանակը իր չարիքը ունի իր հետ։ Մենք ժամանակակից մարդիկ չենք, հավատքը ժամանակակից չի։ Սուրբ Գիրքն ասում է երեք, այսօր եւ հավիտյան նույնն է հավատքը։ Աստված նույնն է, հավատքը նույնն է։ Այդ մենք ենք փոխվել, մեր բնավորություններն է փոխվում, մեր տեսանկյունն է փոխվում, մեր հայացքներն են փոխվում։ Տերը օրհնի, որ մենք կարողանանք կին ամուսին հարաբերության մեջ այս հավատքը պահենք մեր ընտանիքում։ Տերը շատ օրհնի։ Ես հիշում եմ մեր իմ փոքր տղե Դավիթը 3 տարեկան էր, խալու վրա խաղում էր, իր հետ խաղալիքով տենց խաղում էր այս երեխեն, Ասյանայի ջան, այն մարդու անունն ինչ էր երեկվային եղբոր, չեմ հիշում ճիշտ ասած ով էր, այս Անահիտն ասեց չեմ հիշում, առասի չէ, շատ կարևոր է, ուզում եմ զանգեմ իրան, Դավիթը գլուխը բարձրեց, ասեց Աշոտ։ Այսինքն երեխեն խաղում էր, բայց միտքը մեր ականջը մեր մեջ էր։ Հիմա այսօր դու կարող ես տեսնել երեխեն զբաղված է, ասես դենա ինքը իր գործով զբաղված է, երեխեն չի զբաղվում։ Նա խաղում է, բայց իր միտքը, իր ականջները սաղ քո գործի մեջ են, սաղ քեզ լավ լսում են։ Դրա համար քուրեր եղբայրեր ջան, ամուսին եւ կին հարաբերության մեջ մտնում է այս հարցն էլ, որ իրանք իրանց երեխեքին խնայեն, կարողանան այս երեխեքի հետ ճիշտ վարվեն, իմաստության վարվեն, այս երեխեքը հիմի են երեխա, վաղը մեծացան, ես ու դու նրանց հետ հաշվի պիտի նստենք։ Մենք այսօր 10 տարի հետո 10 տարեկան երեխու հետ պիտի նստենք հաշվի։ Եթե այսօր 10 տարեկան է, չի նշանակում ինքը երեխա է, մի մոռանա 10 տարին կանցնի եւ մենք ուզենք թե չուզենք, այդ 20 տարեկան երիտասարդի հետ պիտի նստենք հաշվի, որովհետեւ ինքը իր անելիքը ունի այդ ընտանիքում։ Եղբայրներ ջան, քույրեր ջան, Տերը շատ օրհնի, ծնող եւ զավակ հարաբերության մասին եմ երկու ուզում խոսամ։ Ես մի անգամ Մեղրիում շատ մի 30-25 տարի առաջ մի ընտանիքում ես այնպիսի մի ահավոր երևույթ տեսա, որ ինձ համար շատ անհասկանալի գաղափար էր։ Ինքը շատ վատ իրան պահեց այդ տան հայրը, իհարկե ոչ մեր հանդեպ, իր ընտանիքի մեջ, եւ ինքը բացատրություն տվեց, որ երեխեքը մեկը պետք է սովորեն, թող ինձանից սովորեն։ Ես մինչև այսօր չկարողացա իմ գաղափարի մեջ հասկանամ դրա տրամաբանությունը, գոնե մի բան, որը տեղ հասկանա, որ այս մարդը մի քիչ ճիշտ բան է արել։ Սիրելի եղբայրներ, քույրեր ջան, ծնող եւ զավակ հարաբերությունը շատ լուրջ է, որը մենք բավականին կորցրել ենք։ Այսօր մեր երեխեքը մեզ կարան լսեն, բայց ասեմ 90% վախից են լսում, կամ մեզանից կախված են դրա համար են լսում։ Եթե կախվածությունը անցավ, իրանց այդ վախը անցավ, իրանք խնդիր են ունենալու։ Իրանք մեզ հետ մենք խնդիր ենք ունենալու։ Նրանք մեզ ոչի բանում հաշվի տեղ կարան չդնեն։ Շատ կարևոր է, որ երիտասարդ ժամանակներից մենք պատանիների ու մանուկների հետ կարողանանք ընկեր լինել, նրանց հետ ընկերություն անել։ Եթե քո աղջիկը այսօր չկարողացավ իր սրտի խորհուրդները կիսվել իր մամայի հետ, քո հետ, սիրելի քույր, հաստատ ընկերությունների հետ է կիսվելու։ Իսկ դրանք Ռոբովամի պատմությունը դուք գիտեք, շատ լավ գիտեք, Ռոբովամի ընկերները Ռոբովամին նորմալ պատասխան չկարողացան տան, չկարողացան ճիշտ նրան օգնական լինել։ Իսկ սա խանգարեց, կորցրեց 10 ցեղերը Իսրայելի։
Եվ ինքը մնաց բավականին լուրջ դժվարությունների ու պատերազմների մեջ, բայց խորհուրդը մեծի, ծնողի խորհուրդը շատ կարևոր է այսօր մեր կյանքում, եւ ինքը երբ որ կարողացավ, ես առաջի դասարանում էի, եկա մամայիս ասի, մամ, արդեն սիրահարվել եմ, առաջի օրնա դպրոց եմ գնացել, եւ մամաս ինձ ասեց, ով է, ասի չգիտեմ, մամ ջան։ Երեկոյան, երբ որ պապաս եկավ, մամաս ասեց աչքդ լուս, տղետ սիրահարվել է, ես շատ խիստ վիրավորվեցի, անցավ 18 տարի, ես իմ մոր հետ որևէ գաղտնիք չկիսվեցի, նրան էր բացարձակ ոչ մի բան չվստահեցի ու չասեցի, հասկացա, որ իմ մաման կարա իմ ասածը պապային ասի կամ մեկ ուրիշին ասի, եղբայրեր, քույրեր, կարող է քեզ թվա, թե նա երեխա է, նա երեխա չի, եթե դու սիրում ես հավատարիմ ամուսին, նա է սիրում է հավատարիմ մամա, նա է սիրում է հավատարիմ ընկեր, հավատարիմ ամուսին, հավատարիմ կին, իմ խնդրանքն է, դուք իրանց հետ երեխու պես մի վարվի, իրանց գաղտնիքները պահեք ձեր մեջ, պետք չի որևէ մեկին ասեք, եւ սա ձեզ օգուտ կտա, որ նա կարողանա քո հետ համարձակ կիսվելու, քեզ համարձակ ասելու իր բոլոր գաղտնիքները եւ դու այդ ժամանակ կարաս իրան օգնես, բայց եթե քեզ չասեց, դու ոչ մի բանում էլ չես կարող օգնես, թեև կարան լինեն բացառություններ նայած ինչ հարցերի շուրջն է, սա կարելի է մեծ փոքր կրուգի մեջ խոսել, բայց ամեն դեպքում եղբայրներ, քույրեր, շատ կարևոր է ծնող զավակ հարաբերությունը լինի հավատարիմ, իրար հետ շահ կապված, որ նրանք լինեն ընկերուհիներ, նրանք կարողանան միասին հավատարիմ մնալ Տիրոջը, միասին կարողանան ճանաչել ճշմարտությունը եւ այդ երեխեքը բավականին մեծ օրհնություն եւ ողորմություն կստանան եւ կարա քո կողքին միշտ կանգնի գնահատի, որ իրա պապան այդքանը կարա ասի։ Այս վերջերս հանդիպում եմ մի ընտանիքում, տեսնում եմ մաման ոնց կասի, տղեն նենց էլ կանի, թեև տղեն հասկանում է, որ մայրը սխալ է ասում, ասում աղբեր ջան, ես շատ եմ սիրում իմ մամային, իմ պապային, բայց այն հարցերը, որ չխանգարող է, ես իրանց ուզածով եմ անում, նա որ վերաբերվում է ավետարանին, նա որ վերաբերվում է իմ աշխատանքին, ես իրանց ասում եմ մամ ջան, այդ հարցում, պապ ջան, այդ հարցում դուք մի խառնվի, բայց մնացած բոլոր հարցերում ես ուզում եմ իրանց հաճեցնեմ, օրհնենք այդ աղբորը, օրհնենք եղբայրներ քույրեր ջան, գնահատենք այդ արածը, գնահատենք, սա շատ կարևոր է, ես ասեմ բոլորիս, ցանկացած ծնող իրավունք ունի իր երեխեքը ուրախանալու, չկա մի հատ ծնող, որ չունենա այդ իրավունքը, իր ծնողով ուրախանալու, իր երեխեքով ուրախանալու, եւ մենք այսօր եղբայրներ քույրեր, մենք ենք ստեղծում այդ հնարավորությունը, մենք ենք տալիս այդ հնարավորությունը, որ հետագայում իրանք ուրախացնեն, թե չուրախացնեն մեզ, գնահատեն, թե չգնահատեն։ Մի քանի օր առաջ մի եղբոր ասում եմ, եղբայր ջան, տղեդ քանի տարեկան է, ես տեսնում եմ իր խոսակցականը տղի հետ, ասում եմ 30, ասեմ դու քեզ 30 տարեկանում հեռախոսով էին իհարկե իրանք իրար հետ խոսում, երբ որ հեռախոսը դրեց, ասի դու 30 տարեկանում ինչ ես արել։ Ասեց ամեն ինչ։ Ասի բայց չէ՞ քեզ թվում, թե 30 տարեկան քո տղեն ի վիճակի չի անելու։ Եղբայր ջան, թույլ տուր քո երեխեն քեզ հարգի։ 30 տարեկան տղա։ Իր արածները երբ որ ես նայեցի, լսեցի, շատ նորմալ բաներ անում։ Իսկ դու ափսոսում ես մինուկուցե ֆինանսականը էսը այնը ժամանակը չի, ինքը գիտի ժամանակը, դու կարողացի ճիշտ վարվես քո զավակի հետ։ Սիրելի եղբայրներ քույրեր, ծնող զավակ հարաբերության մեջ, այո, նորից եմ ասում, սրանք շատ լուրջ հարցեր են, որ մենք բախվում ենք այս հարցերին ընտանիքների մեջ, կին ամուսին, սրանք բալանսը խախտվել է, ընտանիքի բալանսը ընկել է, տեղափոխություն է եղել, տղեն փոքր չի, մեծացել է, սկսել է աշխատել, փողաբերում տունը ինքն է պահում, նշանակում է արդեն ինքն է պապան։ Ինչ որտեղ ինքը հասկանում է, թե պապան արդեն ինքն է։ Հերը ընդեմ նստած, բայց բոլոր հարցերի լուծումը ինքն է, որոշումները ինքն է անում։ Եղբայրներ ասեն, որ էս էլ է մեզանից գալի։ Մենք ճիշտ չենք
սովորացրել։ Մենք ենք այս սխալը թույլ տվել, որ այսօր բացառությունների մասին չի։ Վերջում կարող ես մոտենալ, ասես ասուն ախպեր, բայց իմ տղեն սենց է մեկը նենց, ես համաձայն եմ քո հետ։ Ես խոսում եմ ընդհանրական բացառությունների մասին չեմ խոսում, որը կարա մեր կյանքում պատահի, բայց մեծամասնություն ես տեսել եմ, երբ որ ծնող որդի հարաբերությունը, մայր աղջիկ հարաբերությունը իրար հետ եղել են նորմալ, ընտանիք, կին ամուսին հարաբերությունը եղել են մաքուր, ճիշտ իրատեղում, ամեն հարց լուծվել է, ամեն հարց կարգավորվել է, ոնց որ թե ճիշտ է, ոնց որ թե նորմալ է։ Տերը օշնի, եղբայրներ, քույրեր ջան, թող Աստված պաշտպանի մեզ։ Իհարկե ժամանակի պատճառով նաև չեմ ուզում երկարացնել այս թեման, մոտենանք մեկ ուրիշ հարցերին, սա կարծում եմ ավելի հետագայի հարցը, որ ժամանակի ընթացքում այս հարցը կարա նայվի, ստուգվի, խոսվի, միգուցե եւ փոքր նեղ կռուգում կամ տարբեր միջավայրում կարելի է մասին խոսալ, սա երկրորդ շարքն է, ասենք այնտեղ գալիս է կեսուր, կեսրար, հարց, փեսա, ներողություն տալ կամ այնտեղ զոքանչ աներ հասկացողությունները։ Սրանք արդեն նաև ասեմ եղբայրեր, եթե ընտանիքում քույրեր ջան, ամեն ինչ իր տեղում է, ես կարծում եմ երկրորդ շարքից ներս մտնել չեն կարա։ Մենք եթե ամեն մեկս մեր տեղում ենք, կին ամուսին իր տեղում է, ես հավատում եմ, որ երկրորդ շարքից չեն թողի որևէ մեկը ներս մտնի, այսինքն քանի ինքը արթուն է, թեև կան շատ զորավորներ, որ կարան առանց հարցնելու ներս մտնեն, բայց Աստծո խոսքը զորավոր է կարա կանգնեցնի։ Թող Աստված օժնի եւ ողորմություն անի, սիրելի եղբայրներ, քույրեր ջան, մեր խնդրանքն է նաեւ երիտասարդներին, մեր երեխեքի վրա ուշադրություն դարձնենք հոգեվոր գործի մեջ, հոգեվոր ծառայության մեջ։ Ես նստած, երբ որ խորին նայում եմ, այդ երեխեք կան այնտեղ, որ մանուկ հասակից ես իրանց տեսել եմ, ես այսօր շատ ուրախանում եմ, որ նրանք Աստծո տան մեջ են։ Ես շատ ուրախանում եմ, որ նրանք խորում երգում են։ Երիտասարդներ ունենք, որ մանուկ էին, փոքր էին, երիտասարդ են դառել եւ այսօր եկեղեցում ծառայության մեջ են։ Սրանից ես սրտանց ուրախանում եմ, որովհետեւ սա գալիս է ճիշտ աշխատանքից, ծնողից ճիշտ աշխատանքից, որ իրանց երեխեքը ստեղ են։ Մենք եղանք ճամբարում երիտասարդականի ժամանակ, ես այնտեղ շատ բան տեսա, որ մենք ունենք շնորհալի երիտասարդներ այս տարածքում, Ռուսաստանում, Մոսկվայում եւ իր արվարձաներում, որտեղ կարող են շատ լուրջ երիտասարդներ եւ շատ լուրջ սպասավորներ ու ծառայողներ դուրս գան նրանցից։ Եվ սա շնորհակալ եմ Աստծուց, եղբայրներ, քույրեր ջան, ձեզանից էլ, սա ձեր հիմնական աշխատանքն է։ Թող Աստված օգնի եւ ողորմություն անի, սրանով ուզում